Պարոն Մկրտչյան, շնորհակալություն, որ չեք մերժել եւ այսօր մենք ենք հյուրընկալվել եւ ուզում եմ այսօր զրուցենք, թե ամառը մաշկի խնամքը ինչով է տարբերվում ձմռան խնամքից, ինչն է հիմնականում փոփոխում։ Տեսեք, մաշկը առհասարակ խնամքի կարիք ունի, թե ամռանը, թե ձմռանը, այսինքն տարին 12 ամիս մաշկը ունի խնամքի կարիք։ Հատկապես եթե ունենք մաշկային խնդիրներ, առավել եւս պետք է ուշադրություն դարձնել խնամքին, մաշկի խնամքին։ Ամռանը միգուցե յուրահատուկ կարող է լինել մաշկի խնամքը պայմանավորված այն հանգամանքով, որ արևի ճառագայթների ազդեցությունը շատ ավելի ուժեղ է։ Իհարկե արևի ճառագայթները ազդում են տարին 12 ամիս, կապ չունի ամառ թե ձմեռ, բայց քանի որ ամռանը ավելի թե հագուստով պայմանավորված, մաշկը ավելի բաց է, թե արևի ճառագայթներն ավելի ինտենսիվ են, ավելի ուժեղ են, պետք է ել ավելի լավ լինի արևի ճառագայթներից պաշտպանվածությունը, այսինքն հատկապես շատ ուշադրություն պետք է դարձնել արևապաշտպանների օգտագործմանը, բացի ամենօրյա խնամքը։ Ինչպես ճիշտ արևապաշտպան ընտրել այդ դեպքում եւ նաեւ կխնդրեմ անդրադառնալ նրան, թե ինչով են տարբերվում SPF 50-ը, 15 եւ ավելի բարձր դերերով։ Տեսեք, արևապաշտպան ընտրելիս կարևոր է, որ լինի մաքսիմալ պաշտպանության գործակիցով, այդ SPF կոչվածը, այսինքն լինի 50-ից բարձր։ 10, 20, 30 եւ այլ գործակիցներ իրենք ավելի թույլ պաշտպանություն ունեն։ Իհարկե, իրենց տարբերությունը այդքան շատ չի, բայց ցանկալի է, որ լինի 50-ից բարձր պաշտպանության գործակիցը, որպեսզի առավելագույն չափով պաշտպանված լինի։ Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մաշկի առանձնահատկություններին, սովորական նորմալ մաշկի համար բազմաթիվ արևապաշտպաններ կան շուկայում, որոնք կարելի է ընտրել ըստ մաշկի կամ ըստ անհատական ցանկությունների, այսինքն մեկը նախընտրում է մի քիչ ավելի յուղային տարբերակը, մեկը նախընտրում է մի քիչ ավելի նուրբ տարբերակը, տեսականին շատ է, բազմաթիվ է, այսինքն կան եւ քսուկների ձևով, եւ սփրեյների ձևով, իսկ եթե ունենք մաշկի խնդիր, օրինակ մաշկի յուղոտության խնդիր կամ օրինակ ակնեի հակված մաշկ, կորակային հիվանդության, կամ ունենք հակառակը չոր մաշկ, կամ ունենք միջին տարիքից բարձր կանանց մոտ հատկապես օրինակ հակատարիքային հատկություններով նաև օժտված արևապաշտպան քսուկներ, ըստ մաշկի տեսակի արդեն կարող ենք ընտրել նաև որոշակի բուժական չասենք, բայց նախատեսված տվյալ մաշկի առանձնահատկությունների համար։ Ամառային շոկը, բարձր խոնավությունն ու քրտնարտադրությունը ինչպես են մաշկի վրա ազդեցություն ունենում։ Բարձր քրտնարտադրությունը հիմնականում նախ շոկը քրտնարտադրությունը նպաստում են օրգանիզմի այդ թվում նաև մաշկի ջրազրկմանը։ Այդ պատճառով նախ պետք է ուշադրություն դարձնել հեղուկների, պաշարների լրացմանը, այսինքն բավականաչափ ջուր օգտագործել, եթե ունենք մաշկի չորության խնդիր, լրացուցիչ օգտագործել նաև խոնավացնողներ այդ ավելորդ ջրազրկման հետևանքներից խուսափելու համար, որոշ մարդկանց մոտ, ովքեր ունեն չափից ավելի քրտնարտադրություն, այսպես ասենք, որոշ հիվանդություններ կարող են սրվել, կարող են գլուխ բարձրացնել կամ մաշկի ծակոտիների, մազարմատների խցանման հետևանքով կարող են որոշ խնդիրներ առաջանալ, այդ պատճառով շատ կարևոր է նախ ամենօրյա հիգիենան եւ իհարկե խնդիրների դեպքում ժամանակին դիմել բժշկի օգնությանը։ Արևապաշտպանի ամենօրյա չօգտագործումը ինչ խնդիրների առհասարակ կարող է հանգեցնել։ Տեսեք, եթե ունենք խնդիր, որը ոչ թե պայմանավորված է, այլ որի դեպքում արևի ճառագայթները կարող են բացասաբար անդրադառնալ, նման դեպքերում պարտադիր խորհուրդ ենք տալիս անպայման կիրառել արևապաշտպան։ Բայց եթե չունենք որևիցե մաշկային խնդիր, ինչու ենք էլի խորհուրդ տալիս կիրառել արևապաշտպան, որտեղ արևի ճառագայթները ունեն բացասական ազդեցություն մաշկի բջիջների վրա, այսինքն երկարատև ազդեցության դեպքում կարող են բերել մաշկի բջիջների փոփոխության, որոնց բացասական ազդեցությունը մենք այդ պահին չենք նկատում եւ դժվար է մի քիչ պատկերացնել, որ կարող է հետագայում ինչ-որ խնդիրներ առաջանալ, բայց տարիներ
հետո մենք կարող ենք ուշացած խնդիրներ ունենալ, ամենա վատը որ նշենք, օրինակ մաշկի քաղցկեղ կարող ենք ունենալ պայմանավորված երկարատև արևի ճառագայթի ազդեցություններից կյանքի ընթացքում։ Այսինքն նշանակում է, որ արևապաշտպան քսուկը պետք է օգտագործել ոչ միայն ծովափում, այլ նաև քաղաքային պայմաններում։ Այո, արևապաշտպան քսուկը պետք է օգտագործել ամեն օր, հատկապես եթե տանից դուրս են գալիս, կապ չունի քաղաքում ենք թե ծովում ենք, իհարկե ծովում հատկապես պետք է այդ խնդրին ուշադրություն դարձնել, որովհետև այնտեղ մարդիկ սիրում են ժամերով լողափին պարկել, արևի ճառագայթների ազդեցության տակ արևայրուք ընդունել, որը ինչքան էլ որ գեղեցիկ լինի, բայց էլի ունի իր բացասական հետևանքները, բայց քաղաքում ամենօրյա առօրյայում նույնպես պետք է անպայման կիրառել, որովհետև էլի մենք հակված ենք արևի ճառագայթների ազդեցությանը։ Իսկ այդ դեպքում ինչ հաճախականությամբ պետք է թարմացնել արևապաշտպան քսուկը։ Եթե առօրյա օգտագործման մասին է, տանից դուրս գալուց 10-15 րոպե առաջ պետք է օգտագործել արևապաշտպան քսուկը եւ եթե երկար ժամանակ չենք դրսում գտնվելու, սովորաբար այդ մի անգամ քսելը բավարար է լինում, հա։ Իսկ եթե ծովում ենք, անընդհատ ջուրն եք մտնում դուրս գալիս, խորհուրդ է տրվում ամեն ջուրը մտնելուց հետո թարմացնել։ Եթե ոչ, գոնե 2 ժամը մեկ թարմացնել արևապաշտպան քսուկը։ Դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ ծովից դուրս գալուց, ջրից դուրս գալուց հետո մարդիկ սովորություն ունեն արևի տակ արևայրուք ընդունել, դա որքանով է նպաստում մաշկի վաղաժամ ծերացմանը եւ այլ ինչ վտանգների կարող է հանգեցնել։ Տեսեք, արևի ճառագայթների մենք 2 տեսակ ունենք, հա, A եւ B ճառագայթներ, որոնցից մեկով պայմանավորված է հենց ինչպես նշեցիք դուք մաշկի վաղաժամ ծերացումը, իսկ մյուս տիպի ճառագայթներով պայմանավորված է մաշկի մքացումը, հա, արևայրուքի առաջացումը։ Երկուսն էլ ունեն իրենց բացասական ազդեցությունը եւ երկուսից էլ պետք է հավասարաչափ պաշտպանվել։ Երբ որ արևի ազդեցությունից մեր մաշկը մքանում է, այսինքն նա մաշկի պիգմենտների ավելի ինտենսիվ արտադրություն է, դա ինքնին արդեն նշանակում է, որ մենք ունենք խնդիր։ Այսինքն դա մաշկի օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է արևի ճառագայթների ազդեցությանը ի պատասխան։ Այսինքն եթե մենք ունենք արդեն արևայրուք, նշանակում է օրգանիզմը այստեղ խնդիր է տեսել եւ փորձում է պաշտպանել մաշկը։ Այսինքն ինքնին դա որքան էլ գեղեցիկ տեսք ունի արևայրուքը, բայց արդեն իսկ դա բացասական հետևանք է, որոնք որ կարող են հետագայում, ինչպես արդեն ասեցի, արևի ճառագայթների ազդեցությունը կուտակային է, այսինքն տարիների ընթացքում այդ ստացած արևայրուքների հետևանքը մենք կարող ենք տեսնել մի 20-30 տարի հետո նույնիսկ։ Բայց եթե այնուամենայնիվ անձը ցանկանում է արևայրուք ստանալ, կա ինչ-որ անվտանգ տարբերակ, որպեսզի այդ կերպ ստանա իր արևայրուքը։ Անվտանգ արևայրուքը ինքնին արդեն մի տեսակ իրար հետ համադրելի խոսքեր չեն, այսինքն առողջ արևայրուք լինել չի կարող։ Եթե կա արևայրուք, արդեն իսկ դա խնդիր է։ Բայց մարդիկ կան, ովքեր նախընտրում են ունենալ գեղեցիկ տեսք, քան թե մտածել ուշացած ինչ-որ հետևանքների մասին։ Այդ պատճառով գոնե մաքսիմալ չափով օգտագործել արևապաշտպան քսուկները։ Իսկ արհեստական արևայրուքի տարբերակները որքանով են վտանգավոր։ Արհեստական արևայրուքի դեպքում մենք ելի ունենք նույն խնդիրը, ինչ որ սովորական բնական արևից ստացած արևայրուքի դեպքում, այսինքն հավասարապես ելի վնասում ենք մաշկը։ Իսկ ինչ տարբերություն կա արևի տակ ստացած արևայրուքի եւ ինքնայրուքի միջեւ։ Չէ, դե իրենք բնականաբար իրարից լրիվ տարբերվում են, այսինքն եթե արևից ստացած արևայրուքի դեպքում մենք, այսինքն մաշկը բնական է մքանում, իսկ ինքնարևայրուքի դեպքում մենք ունենք արդեն արհեստական ստեղծվող արևայրուքի էֆեկտ, այսինքն տարբեր լասյոնների կամ քսուկների օգտագործման դեպքում արհեստական մաշկին տալիս ենք արհեստական մքացում։
Նման դեպքում չկա այն խնդիրը, ինչը որ կարող ենք ունենալ արևի ճառագայթների ազդեցության դեպքում։ Շատերն իրենց մաշկի խնամքի մեջ նախընտրում են օգտագործել թթուներ, ռետինոլ եւ այլ ակտիվ բաղադրիչներ, որքանով են դրանք անվտանգ օգտագործել հենց ամառվա շոգորերին։ Եթե դրանք ամռանը նույնպես կարող են կիրառվել, իհարկե եթե կա բժշկական ցուցում եւ բժշկի կողմից նշանակված է, բայց թթուներ, ռետինոիդներ եւ այլ ինչ որ ագրեսիվ նյութեր պարունակող քսուկներ օգտագործելիս միշտ պետք է հաշվի առնել, որ դրանք կարող են բարձրացնել մաշկի զգայունությունը, այսինքն ամռան ամիսներին պարտադիր դրանք խորհուրդ է տրվում քսել երեկոյան ժամերին եւ չքսել եւ դուրս գալ արևի տակ, որոնք կարող են այրվածքների պատճառ դառնալ, քանի որ բարձրացնում են մաշկի զգայունությունը, այսինքն պարտադիր քսել երեկոյան ժամերին։ Իսկ բզուկների եւ հիվոտ մաշկի դեպքում շոկ եղանակը արևը կարող է խնդիրը ավելի սրել։ Բզուկների դեպքում սովորաբար մենք արևից ունենում ենք նույնիսկ որոշ չափով լավացում, հա, հատկապես շատերը նշում են նման խնդիր ունեցողներից, որ երբ որ մեկնում են ծով, արևայրուք են ընդունում կամ ծովի ջրից եւ այլն արևի ազդեցությունից որոշակի բարելավում նկատվում է իրանց մոտ, բայց դա ժամանակավոր էֆեկտ է, քանի որ մենք պատճառային, այսպես ասած, ազդեցություն ներգործություն չենք ունենում, այսինքն ինչքան էլ դա որոշ չափով բարելավի այդ վիճակը, չի կարելի համարել իրեն որպես բուժական մեթոդ եւ դրանով բավարարվել։ Ամեն դեպքում որոշ ժամանակ անց այդ ազդեցությունը անցնելուց հետո խնդիրը նորից սրվելու է, այդ պատճառով պետք է ավելի արմատական բուժում իրականացնել նման դեպքում։ Առհասարակ մաշկային ինչ խնդիրների դեպքում անձը ինքնաբուժությամբ չպետք է զբաղվի եւ որ բանից պետք է դիմել հենց մաշկաբանին։ Ընդհանրապես մաշկային ցանկացած խնդիրների դեպքում էլ ցանկալի չէ ինքնաբուժությունը, քանի որ ինչքան էլ որ խնդրի մասին կարդան համացանցում, հա, հիմա մանավանդ պացիենտները շատ են դիմում համացանցի օգնությանը, ինչքան էլ որ փորձեն իրանց խնդիրը նկարագրել եւ ինչ որ խորհուրդներ ստանալ համացանցից, միշտ չի դա որ ճիշտ ձևով կարող են իրենց նկարագրել իրենց խնդիրը եւ ճիշտ ձևով ստանալ այն ինֆորմացիան ճիշտ ձևով վերլուծել եւ կարողանալ համապատասխան ինքնաբուժություն իրականացնել։ Այդ պատճառով ցանկալի է հենց սկզբից էլ դիմել բժշկի օգնությանը, գոնե թե ճիշտ ախտորոշում ստանալու եւ ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։ Եվ վերջում, եթե պետք է առանձնացնեք ամառը առողջ մաշկ պահպանելու 5 ամենակարևոր կանոնները, որոնք են դրանք։ 5 կանոններ, որպես այդպեսին եթե առանձնացնենք, պարտադիր առաջի տեղում դա կլինի արևապաշտպան քսուկների կիրառումը, երկրորդ տեղում պարտադիր անձնական հիգիենայի հետևելը, երրորդ տեղում, քանի որ ամռանը ավելի շատ ենք հաճախում թե լողավազաններ հասարակական թե չգիտեմ ծովափ հետևել անհատական հիգիենայի կանոններին, հատկապես սնկային վարակներից խուսափելու համար, հա, բոբիկ ոտքերով չքայլել հասարակական վայրերում, ունենալ անհատական հողաթափեր եւ այլն տարբեր վարակիչ հիվանդություններից խուսափելու համար, հետևել անպայման առողջ սննդակարգին, որը օգտակար կլինի թե օրգանիզմի եւ թե բնականաբար նաեւ մաշկի համար, եւ 5-րդը երևի թե հետևել նաեւ մաշկի եւ օրգանիզմի ջրի պաշարների վերականգնմանը, քանի որ ավելի հակված ենք ջրազրկմանը, անպայման հետևել նաեւ ջրի պաշարների վերականգնմանը։ Այսինքն շատ հեղուկ օգտագործել։ Այո։ Հեղուկ ասվածը նկատի ունենք հենց մաքուր ջուր, քանի որ հյութերը, սուրճը, թե եւ այլը չեն փոխարինում ջրին։ Խոսքը վերաբերում է հենց մաքուր ջրին։ Այսինքն հյութերը, սուրճը, թե կարող են ավելի խնդիրներ առաջացնել մաշկի համար եւ չլրացնել ջրի անհրաժեշտ։ Այո, ջրի պաշարները կարող են չլրացնել եւ որոշ խնդիրների դեպքում երբեմն կարող են նաեւ սրացնել վիճակը։